Վերջին օրերին բազմիցս խոսել ենք Արարատի մարզի Մղջյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին։ Բարձր դասարանների տղաները զուգարանում կապ կպելով 4-րդ դասարանցիներին ստիպել էին թմրանյութ ընդունել։ Օրագիր Նյուզի աղբյուրներից մեկը, որը Մղջյանի բնակիչներից է, անանուն մնալու պայմանով նոր մանրամասներ է ներկայացրել միջադեպից։ Դեպքի օրը, երբ տուժած երեխան տուն է վերադարձել, մայրը նկատել է նրա տարօրինակ պահվածքը եւ հարցուփորձ արել։ Երեխան պատմել է, որ իրեն զուգարանում կապել են, ինչ-որ սպիտակ փոշի լցրել բերանն ու ստիպել, որ կուլ տա։ Այնուհետև բարձր դասարանի տղաներից մեկն ասել է, որ եթե դա երեխային դուր գա, ինքը էլի կբերի։ Մայրը երեխայի հետ գնացել է վերոնշյալ բարձր դասարանցու տուն պարզաբանելու կատարվածը։ Վերջինիս մայրը պաշտպանել է որդուն հերկելով տեղի ունեցածը, ինչից հետո վիճաբանություն է ծագել ու ծեծկռտուք սկսվել։ Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն։ Վերջիններս հայտնվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն կողմերից ոչ մեկը պարզաբանում չի տվել տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառների մասին, թեպետ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մղջյանի բնակիչների փոխանցմամբ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ նրանց, բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապ կպել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել։ Ըստ աղբյուրի տեղեկությունների, Մղջյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը, որը դպրոցի զուգարանում կապ կպել է 4-րդ դասարանի 2 աշակերտի ու ստիպողաբար թմրանյութ տվել, քննչական կոմիտեից 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Աշակերտին 2 ամիս տնային կալանք է տրվել։